Քո ապակա կենսաթոշակի չափը կախված է ինչպես քո եկամտից ու ամսական հատկացումներից, այնպես էլ կենսաթոշակային ֆոնդից և ժամանակի ընթացքում այդ ֆոնդի աշխատած հավելյալ եկամտից։ Հայաստանում գործում են երկու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ՝ Ամունդի ԱԿԲԱ և Ց Կվադրատ Ամպեգա, և յուրաքանչյուրն առաջարկում են 3 կենսաթոշակային ֆոնդեր՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված։ Կայուն եկամտային ֆոնդի դեպքում խնայողությունները ներդրվում են միայն պարտատոմսերում ու ավանդներում և ապահովում են քեզ կայուն եկամուտ ու ցածր ռիսկ։ Պահպանողական ֆոնդի դեպքում խնայողություններից մի մասը ներդրվում է բաժնետոմսերում, բայց մեծ կտորն ամեն դեպքում ներդրվում է պարտատոմսերում և ավանդներում։ Այսպիսով, պահպանողական ֆոնդը քեզ խոստանում է ավելի բարձր եկամուտ առանց շատ բարձր ռիսկի, իսկ այ հավասարակշռվածի դեպքում խնայողություններից մինչև կեսը կարող է ներդրվել բաժնետոմսերում, տալով քեզ թեև բարձր ռիսկի, բայց նաև բարձր եկամտի հնարավորություն։ Հիշում ես, չէ՞, որ ֆինանսիստները խորհուրդ են տալիս երիտասարդ տարիքում նախապատվությունը տալ բարձր ռիսկային, բայց նաև բարձր եկամտի հավանականություն ունեցող ներդրումներին ու ֆոնդերին։ Այսպիսով ստացվում է ընդհանուր 6 կենսաթոշակային ֆոնդեր տարբեր ներդրումային ռազմավարություններով։ Լավ նորությունն այն է, որ ցանկության դեպքում կարող ես 6 ֆոնդերում էլ պահել կենսաթոշակային խնայողություններդ։ Դիվերսիֆիկացիա եմ ասել է։ Հետաքրքրեց։ Արի պատմեմ, թե ինչպես։ Կենսաթոշակային հաշվի օպերատորների միջոցով կամ էլ պարզապես իմ հաշիվը համակարգ մուտք գործելով կարող ես տրամադրել կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի փոփոխման դիմում։ Այս տարբերակի դեպքում դիմում ներկայացնելուց հետո այդ պահից սկսած հետագա սոցիալական վճարները կամ այլ կերպ ասած կենսաթոշակային հատկացումները կգնան ընտրածդ կենսաթոշակային ֆոնդ։ Այսպես մի քանի տարին մեկ ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ փոխելով կարող ես ինչ-որ պահի բոլոր 6 ֆոնդերում էլ կենսաթոշակային խնայողություններ ունենալ։ Բայց հիշիր, որ քո կողմից ամեն ամիս կատարած սոցիալական վճարը չի կարող կիսվել, այլ կարող է փոխանցվել միայն մեկ ֆոնդի։ Կուտակիր կենսաթոշակիդ համար, եղիր բարեկեցիկ։